Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանին։ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ եւ բարի երեկո։ Տիկին Զորաբյան, իշխանությունները փորձում են արդեն տևական ժամանակ է պարզել, թե արդյոք կաթողիկոսովնի զավակ, թե ոչ, փորձում են պարզել հոգևորականները պահպանել են արդյոք կուսակրոնության ուխտը, թե ոչ, թեև ինչ որ այսպես հստակ փաստեր չկան, բայց հանրային դաշտում գրառումներ են անում եւ փորձում են կաթողիկոսից հոգևորականների այս հարցերի բարձրաբանումները ստանալ։ Ինչու հենց այս փուլում օրակարգ է հարցը եկավ։ Ինչի է Նիկոլ Փաշինյանը սուրը առած ընկել հայարակելական եկեղեցու հետևից, ինչի է ընկել վեհապարի հետևից, շատ պարզ է, դա բացառապես ադրբեջանական օրակարգ է, եւ եթե բացում ենք վերջի շրջանում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեի նախորդին Ադրբեջանի Միլի Մեջլիսում падգամավորներից մեկի հայտարարությունները, հիշեցնեմ, Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի երկրների համար, իսկ կին падգամավոր Ադրբեջանի հայ առաքելական եկեղեցին հայտարարել ֆաշիստական կառույց, որի դեմ պիտի պայքարել, հասկանալի է դառնում, եթե դնում ենք հայտարարությունները Նիկոլի, նրա առաջին կալիբրի ուսապարկերի եւ օրինակ Ալաշուքյուր Փաշազադեի, այնտեղ տարբերությունը կարա լինի մի հատ ստորակետ կամ մի հատ բացականչական նշան, ընդհանուր կոնտենտը նույնն է, խնդիրը հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելն է, իդեպ նաև Գելափի վերջի հարցումներով, որտեղ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ուղակի հերթական գահավիժումներ ապրել, ամենամեծ վստահություն ունեցող կառույցը հանրության շրջանում շարունակում է մնալ հայ առաքելական եկեղեցին, ուստի Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որ Հայաստանում որևէ վստահելի կառույց, վստահելի մարդ, վստահելի ինստիտուտ, վստահելի ուժ չլինի, որպիսի համատարած աղբի ապականության եւ կեղտի մեջ ինքը կարողանա հերթական կեղտոտ գործիքներով ապահովել իր վերարտադրությունը։ Ես աստվածաբան չեմ, բայց ինձ հետաքրքրեց մեր կաթողիկոսների կենսագրությունը եւ ես ուսումնասիրեցի, որ օրինակ Գրիգոր Լուսավորիչը ինքը ամուսնացած է եղել եւ ունեցել է երկու զավակ՝ Արիստակես եւ Վրթանես։ Գրիգոր Լուսավորչից հետո բազմաթիվ մեր կաթողիկոսներ ոչ միայն եղել են ամուսնացած, ոչ միայն ունեցել են զավակներ, այլ նաեւ դա շատ խրախուսվել է մեծ ընտանիք ունենալը եւ այդ կուսակրոնությունը, որին հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես չի միացել, դա 7-րդ դարում Հռոմում հոգևորական հոգևոր ժողովներից մեկի ժամանակ է ընդունվել, ինչին կրկնում եմ, հայ առաքելական եկեղեցին չի միացել, բայց այս չեմ ասում խրախուսելու համար ոչ պատշաճ վարքը հոգևոր աշխարհում, ես ասում եմ ի պատասխան Նիկոլի մտասևեռման, որ սենց հետևողականորեն ընկել է հայ առաքելական եկեղեցու սրբազանների եւ վեհապարի հետևից։ Աբսուրդ է, որ 5000 երեխա բայրակթարների տակ մորթածը խոսում է վեհապարի երեխա ունենալ չունենալուց։ Տեսականորեն, եթե ընդունենք, վեհապարը ունի, ասենք 10 երեխա 40 թոր, դրանից Արցախը չեր հանձնվելու, եթե չունենար, ասենք, զավակ կամ ունենար զավակ, դա ինչ կապ ունի այն արհավիրքի հետ, որը բերել է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին, որը բերել է Արցախի գլխին, որը շարունակում է տևական ժամանակ բերել Հայաստանի գլխին, այսինքն ինքը իր կատարած դարի ոճրագործությունները թողած, հիմա ընկել է կուսակրոնության դավանաբանական ինչ-որ արարողակարգերի մեջ, սա աբսուրդ է եւ այդ աբսուրդի իրական պատվիրատուները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Նայեք ինչ կապ ունի Տիկին Զորաբյան, իրենք այսպես են պարզաբանում, ասում են եկեղեցին բոլորիս ու ժողովրդի հոգևոր տունն է։ Ու այնտեղ եթե կան ուխտը դրժած, հա, հոգևորականներ, ապա պետք է ամենը պարզաբանվի, մեր հանրությունը տեղեկան այդ մասին, մութ անկյուններ չպետք է լինեն։ Տեսեք, այո, եկեղեցին պիտի լինի ամենավստահելի կառույցը, բայց դա Նիկոլ Փաշինյանի գործը չէ։ Ինչպես են մի հատ հայտնի ռուսերեն խոսք կա՝ «Ни твое собачье дело»։ Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին ունի բացառիկ կարգավիճակ եւ որևէ աշխարհիկ ղեկավար իր քիթը իրավունք չունի խոթելու եկեղեցու գործերի մեջ։ Այո, եկեղեցու սպասավորները
սահմանները պիտի ունենան ամբասիր վարկ, բայց դա պիտի քննի եկեղեցու հոգևոր խորհուրդը։ Նիկոլ Փաշինյանը որոշելու ով քանի երեխա ունի կամ մտնելու սրա կամ նրա անկողինը ոչ սահմանադրությամբ, ոչ Հայաստանի Հանրապետության որևէ օրենքով կամ ոչ էլ որևէ բարոյական կոդեքսով դրա իրավունքը չունի։ Երբ որ ինքը այսօր էլ խոսում էր ինքը որպես հայ առաքելական եկեղեցու նվիրյալ, ես հարց եմ ուզում տամ, բա 18 թվականին որ ստահակների մի խումբ, որոնց աջակցում էին նաև բազմաթիվ ԿՊԱ-ականներ, սկսել էին ամբարո մի շարժում նոր Հայաստան, նոր հայրապետ, հարձակվում եւ վեհափարի կրծքից խաչն էին պոկում, անցած տարի Սարդարապատում Նիկոլի հրահանգով խոչընդոտում էին վեհափարի մուտքը, այդ ամենը տեղավորվում է խոնար հայ առաքելական եկեղեցու սպասավորի վարքագծում։ Ես նորից եմ կրկնում, Նիկոլի նպատակը մեկն է վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին, դրանով կատարելով Ալիևի թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը, եւ պատահական չէ, որ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ առանց Թուրքիայի տարածաշրջանում խաղաղություն հնարավոր չէ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես սա խոնարհվում Նիկոլը Էրդողանի առաջ, հատկապես մտածելով, որ նա կարող է համոզել Ալիևին բերել, նստացնել, Նիկոլի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը իր պնդումների մեջ անդրդվելի է, մինչև Հայաստանը չկատարի, Նիկոլը չկատարի Ալիևի բոլոր ուլտիմատումները, սկսած սահմանադրական փոփոխություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, վերջացրած նախորդին ավելացրած եւս մեկ պայմանով, որը հնչեցրեց Ալիևը, միջև ադրբեջանցիները չվերադառնան իրենց բնակության վայրերը, արևմտյան Ադրբեջան նկատի ունենալով Հայաստանը, խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Տիկին Զոհրաբյան, այս հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված գրառումը, ասում է Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կարող ենք հետևել, որ հնարավոր է օրինակ սահմանադրական փոփոխությունների գնան, որ կառավարությունը իրավասություն ունենա։ Այն որ սահմանադրական փոփոխություններում ինձ դա վաղուց էր հայտնի, ինձ դա հայտնի էր դեռևս շատ տարիներ առաջ, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, երբ որ ես մասնակցում էի Հայաստան ԵՄ բազմաթիվ քննարկումներին, ճանապարհային քարտեզների կազմանը, իմ առջև եւս որպես հանձնաժողովի նախագահ հարց է դրվել, որ Հայաստանի սահմանադրությունից անպայմանորեն պիտի հանվի հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին դրույթը եւ հայ առաքելական եկեղեցին մեր սահմանադրությամբ պիտի ունենա այնքան իրավունք։ Ո՞վ է նման պահանջ։ ԵՄ պաշտոնյաները տարբեր պաշտոնյաներ։ Այո, Հայաստանի առջև, իմ առջև եւս որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ եւ հայ առաքելական եկեղեցին պիտի ունենա նույնքան ուրեմն իրավասություն մեր սահմանադրությամբ, ինչպես Եհովայի վկաները, ինչպես կյանքի խոսքը, հիսունականները, ես չգիտեմ, ընդհանուր միջև տարբեր սատանիստական կրոնական կազմակերպություններ, այսինքն ԵՄ պահանջներից մեկն էր, որ հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի ուրեմն դրույթը սահմանադրությունից հանվի, այնպես որ ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը հիմա, դա հող է նախապատրաստում, որ առաջիկայում Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի միջոցով անկախության հռչակագիրը հանելն է, որը Ալիևը համարում է Դամոկլյան սուր Ադրբեջանի գլխին, այնտեղ բազմաթիվ այլ փոփոխություններ եւս կատարվելու են, այդ թվում ես այդ մասին խոսել եմ շատ վաղուց, հա, որ ընտանիքը տղամարդու եւ կնոջ միջև միությունն է, այդ դրույթն է հանվելու, ինչպես նաեւ հանվելու է դրույթ հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին, որպիսի հայ առաքելական եկեղեցին իջեցվի ինչ որ մի կրոնական սեկտայի մակարդակի։ Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի մեր սահմանադրությանը, փոփոխություններ են հնարավոր, այդ դրանք եւս մտնում են այդ փոփոխությունների։ Միանշանակ այո, սա իհարկե պատկերը, սա հակապետական, հակասահմանադրական հայտարարություն է, որ որևէ երկրի ղեկավար հայտարարի եւ եթե որևէ թուղթ
իսկ համաձայնագիրը դա ընդամենը թուղթ է, որը չի կարող վեր լինել երկրի մայր օրենքից։ Հակասի սահմանադրությանը ես կփոխեմ սահմանադրությունը։ Դա նույնն է, որ օրինակ ասենք գեղեցկության որևէ սալոն հայտարարի, եթե էպիլյացիայի մասին մեր կանոնակարգը, հա, էպիլյացիա անելու մեր կանոնակարգը ուրեմն հակասի Հայաստանի սահմանադրությանը, մենք կդիմենք կառավարությանը, որ փոխվի սահմանադրությունը։ Այս կարգի հակապետական հայտարարությունն է Նիկոլի հայտարարությունը, որ եթե խաղաղության համաձայնագիրը հակասի սահմանադրությանը, ես Ալիևին խոստանում եմ, որ կփոխեմ սահմանադրությունը։ Այդ հայտարարությունից հետո ես չգիտեմ, այս մարդու բազմաթիվ ուրեմն դրվագներով սրա հանդեպ վաղուց պիտի հարուցված լիներ քրեական գործ, բայց ինքը ուղղակի այս կարգի հայտարարություններով ավելացնում է հայկական Նյուրնբերգում իր դեմ նախապատրաստվող քրեական, պետական, հայրենիքի հանդեպ կատարված հանցագործությունների պարզապես քեյսն է մեծացնում, ոչ ավելին։ Տիկին Զոհրաբյան, խոսենք նաև ներքաղաքական մի փոքր իրավիճակից, տեսնում ենք, որ իմպիչմենթի գործընթաց ինչպես օրակարգ դուրս եկավ, այնպես էլ հիմա արդեն հետ է մղվել ու որևէ մեկը արդեն կարծես մոռացել են դրա մասին, դիմադիրները հրաժարվեցին նման գործընթաց սկսել։ Տեսեք, ես չեմ կարծում, որ պիտի հրաժարվել իմպիչմենտի գործընթացից, որովհետև Նիկոլի հետ գնալ 26 թվականի հերթական ընտրությանը նշանակում է դառնալ հանցակից Նիկոլի արյունով վերարտադրությանը, որովհետև 26 թվականին Նիկոլը որևէ լեգիտիմ հիմք բացի ընտրակեղծիքներ անելուց, վարչական տոտալ ռեսուրս օգտագործելուց, պետք լինի ժողովրդի դեմ հանելուց, քաղաքացիական բախումներ հրահրելու այդ գործիքներից բացի ինքը արդար ճանապարհով 26 թվականին իշխանություն վերցնելու զերոյականա իր հնարավորությունը։ Բայց են տալիս, որ ամեն դեպքում այս պայթրությամբ եղած կուսակցություններից ամենաբարձր։ Դա բացարձակապես չափորոշիչ չի, որովհետև գործող իշխանության համար 11.5%-ը դա նշանակում է, որ գործող իշխանությունը զերոյական վարկանիշ ունի, որովհետև 18 թվականի ապրիլին, երբ բոլորը փողոցում Սերժ էին մերժում, այդ ժամանակ հենց այդ օրերին, Սերժ մերժելու օրերին գելափի հարցումներով հանրապետական կուսակցության վարկանիշը 19.5% էր։ Դե հիմա համեմատեք Նիկոլի 11.5%-ի հետ, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ուղղակիորեն զերոյական է, Նիկոլը վարկանիշ չունի։ Իսկ ովքեր մտածում են, որ Նիկոլի հետ գնալու են ընտրության եւ կարողանալու են կասեցնել Նիկոլի վերարտադրությունը ցանկացած գնով, իրանք ուղղակիորեն սխալվում են, չի լինելու, հատկապես որ Նիկոլի տերերը, իսկ դրանք այս պահին երկու հիմնական հենասյուները դա Ադրբեջանն ու Թուրքիան է, արևմուտքի հետ միասին ամեն կերպ անելու են, Նիկոլին տալու են քարտ բլանշ ցանկացած ընտրակեղծիքով վերարտադրվել։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, այդ գործիքից չի պիտի հրաժարվել, որովհետև այս պահին դա միակ տեսանելի գործիքն է օրինական սահմանադրական, որը ինչ որ պահի կարող է ուղղակիորեն բեկում մտցնել երկրում։ Ես ավելի քան վստահ եմ, որ առաջիկայում դա կլինի, ենթադրում եմ աշնանը, մենք կլսենք թեկնածուի անուն, վարչապետի, այդ դեպքում մենք կտեսնենք։ Դե ինչպես թեկնածուի անուն Էդմոն Մարուքյան, բայց ընդդիմությունը։ Գիտեք, թեկնածուն չի պիտի լինի Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարած մեկը, ով ամեն կերպ պատերազմից հետո փորձում էր արդարացնել են արհավիրքը, ինչ որ բերեց Նիկոլ Փաշինյանը։ Հասկանալի է, չէ՞, որ դա չի կարա լինի ձեր նշած անձը, չի կարա լինի, ասենք Նիկոլի երկու ծերունի ուսապարկերը, որոնք դուրս են եկել եւ զբաղված են կապիկությամբ, հասկանալի է, չէ՞, որ այդ մարդիկ պարզապես իրանց ֆունկցիան Հովիկ Աղազարյան եւ չգիտեմ ինչ Ասլանյան այդ երկու ծեր ուսապարկերի ֆունկցիան ընդհանրապես մեկն է զավեշտի վերածել իմպիչմենտի գործընթացը իրանց վրա այդ ֆունկցիան է դրված եւ այդ երկու ծերունիները որ այս իմպիչմենտը փորձում են վերածել զավեշտի նրանք ուղղակիորեն կատարում են Նիկոլի պատվերը որպիսի հանրության մեջ իմպիչմենտի գործընթացի հետ կապված կարիկատուրային ընկալումներ լինեն այդպես չի, ես ավելի քան վստահ եմ, որ այս պահին միակ գործիքը, որը կարող է շատ կարճ ժամանակում լինել ամենաարդյունավետը, դա մնում է այս պահին մնում է իմպիչմենտի գործընթացը։ Շնորհակալ եմ Տիկին Զոհրաբյան։ Եվ այո, ձեր թույլտվությամբ ես քանի որ
Բարբերաբար հանդիպում եմ արցախցիների հետ, տարբեր սոցիալական ուրեմն խավերի հետ, ես ուզում եմ փոխանցել մեր հանրությանը, սա կարծում եմ շատ սենսացիոն տեղեկատվություն է, անընդհատ մենք ասում ենք ինչ եղան բենզալցակայանի, խոսքը Ստեփանակերտի մոտի բենզալցակայանի պայթյունից անհետ կորածներն են, մենք այս պայդրությամբ 22 անհետ կորածներ ունենք, նրանց ծնողները ուղղակի անհուսության մեջ են, չգիտեն ինչ անեն, չգիտեն ում դիմեն եւ հիմա բենզալցակայանի պայթյունից արվածքներ ստացած Գայանե Թովմասյանի խոսքն եմ ես փոխանցում, Տիկին Գայանեն պնդում է, որ իր ներկայությամբ, երբ որ ինքը արվածքներ է ստացել եւ իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոցում տեղ չի եղել, իրեն տեղափոխել են ռուսական ռազմաբազա, այնտեղ ինքը տեսել է ադրբեջանական պետհամարարիչներով շտապ օգնության մեքենաներ եւ հիմա ես փոխանցում եմ խոսքը, որ այդ մեքենաները վիրավորներին, այրվածներին հայազգի բնականաբար տեղափոխել են Շուշի, թե հետո ինչ է եղել, այո, թե հետո ինչ է եղել տղաների հետ, առ այս պահը որևէ տեղեկատվություն չկա, ուրեմն ես Գայանե Թովմասյանս սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած կինն եմ, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ պայթյունը, հարյուրավոր մարդիկ գտնվում էին Հայկազովի վառելիքի պահեստում, տուժածներին տեղափոխեցին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, մանկական հիվանդանոց, Իվանյանի հոսպիտալ, իսկ որոշ տուժածների, քանի որ տեղ չկար Ստեփանակերտի հիվանդանոցում, մանկական հոսպիտալում տեղափոխեցին ուրեմն ռուս խաղաղապահների տեղակայման կետ։ Դեպքի վայր էին եկել եւ հայկական, եւ ռուսական, եւ ադրբեջանական շտապ օգնության մեքենաներ։ Տիկին Գայանեն, այո, ռուս խաղաղապահների այդ կացարան պնդում է, որ այնտեղ էին նաեւ ադրբեջանական շտապ օգնության մեքենաներ, ականատեսների վկայությամբ ասվել է, որ տուժածներից ռուս խաղաղապահները նստեցրել են ադրբեջանական շտապ օգնության մեքենաները։ Այդ մասին ցուցմունք է տվել ուրեմն Արցախի հանրապետության քաղաքացի Մարինե Հովսեփյանը, վերջինս գտնվել է ռուս խաղաղապահների մոտ, նույնիսկ ռուս խաղաղապահներից մեկը մոտեցել է Մարինեին եւ տիկինը հարցրել է ուր եք տանում, ինչի եք նստեցնում ադրբեջանական շտապ օգնության մեքենաներ, իրենց հարազատները տեղյակ են, ռուս ուրեմն խաղաղապահը ասել է, այս պահին ամենակարևորը, որ նրանք ողջ մնան, նրանց առողջությունն է։ Հոկտեմբերի 7-ին Շուշիից Կարեն Բաղարյան անունով քաղաքացին զանգել է իր ընկերուհուն եւ ասել է, որ գտնվում է հիվանդանոցում, ոտքից այրված է, իր հետ կա եւս 4 հոգի, ասել է, որ չի կարող երկար խոսել, ասել է, այստեղ իրեն ասել են, որ լավանան բաց կթողեն, Կարենի ընկերուհին այդ մասին տեղեկացրել է Կարենի ծնողներին, տեղեկացրել է Կարմիր խաչին, ԱԱՑ-ին եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, այնուհետև սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կայքերում կային դեռևս տեսանյութեր, որտեղ ցույց էին տալի պայթյունը տուժածներին եւ ինչպես են տուժածներին ցուցաբերում ադրբեջանցի բժիշկները օգնություն իրենց հիվանդանոցներում, բայց այդ տեսանյութերը շատ կարճ ժամանակ անց ադրբեջանական բոլոր կայքերից հանվել են, այսինքն այս ցուցմունքը շատ երկար է, մինչ օրս տեղեկություն չկա։ Եվ առ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ինչ եղան այն 22 արցախցիները, ովքեր Հայկազովի բենզալցակայանի պայթյունի ժամանակ այնտեղ են եղել եւ անհետ կորել են, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ այս պահին Հայաստանի մորգերում, դիահերձարաններում այդ պայթյունից մնացած կա 3 ընդամենը դիակ այրված եւ այդ 3-ի դենթեն չի համընկնում այս 22 անհետ կորածների հետ։ Հիմա դիմում եմ Հայաստանի իրավապահ մարմիններին, մարդիկ ասում են, որ իրենց աչքով տեսել են, որ ռուս խաղաղապահների կեցավայրում եղել է նաև ադրբեջանական շտապ օգնության մեքենաներ, որոնք ինչ որ քանակով այրվածքներ ստացած քաղաքացիների, հայ քաղաքացիների տարել են։ Հիմա այս հարցով ինչ որ մեկը զբաղվելու է, թե չէ, թե ամեն օր այս խեղճ ծնողները դռնե դուրնգած պիտի գան, տարբեր ատյաններ հանդիպեն, նրանք էլ պիտի ասեն գնացեք տուն, զբաղվում ենք, դեռ նորություն չունենք։
Սա է ցավոք սրտի Այդ ցուցմունքը իրավապահներին այո, տրամադրված է նաև իրենց իհարկե առ այս պահը որևէ արձագանք ցավոք սրտի չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար եւ տեղեկության համար Տիկին Զորաբյան։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանն էր։ Մենք կհանդիպենք։